Ինչքան գույք ունեմ 10 զդարել ուրիշ տեղեր ունեմ որ։ Մեղրաքամանոցն այս սենյակը։ Մի այս ռամկեքը երկրորդ հարկերը ձմեռանոց ենք դրել, հեսա որ տնենք ընդեղ, սա կտառնա արդեն մեղրաքամանոց։ Նայել եմ, սաղին նայել եմ, ստուգել եմ, բայց հիմա նոր հարցել եմ վրա նոր այս պետակների վրա գրեմ եմ, ինչա վերին գրած, ինչա կերը կա, ռամկեկը կա, ձվարգությունը ես ինչե դրանք եմ ստուգում։ Մեղվաբուծության համար, մեղուների պաշտպանության համար ես ինքնուրույն բուժական դեղ եմ սարքում, դրանով սրսկում եմ, բուժումը կատարում եմ, աշնանը նոր դեղով, շավելային կիսլատա, դրանից վառում ենք, ծխով բուժում ենք։ Երբեք չեն հիվանդացել ձեր։ Ես չեմ թողում հիվանդանան, ուրիշ հիվանդություններ չեմ ունեցել։ 4 գնահատական եմ դրել։ Նրանը 5 գրամ կա, 4-ից հանած, մի բանը պակաս է ձվարկությունը։ Դրանը 6 թոփ, դրանը 6 վերջի գնահատականը 5 է, 5 երել ունեմ, բայց ես այդպես գնահատական։ 5-ի գերազանցն է այսինքն։ 5 արդեն լավ ձվարկած է, արդեն երկրորդ հարկի հիմա պատրաստված, բայց հələ թեժ չէ, հունիս ամս։ Ցույց տամ ու կկծե, արդեն կկծե, սո։ Եթե գրանցում է մեկը ուզում է սովորի, ամսի 20-ին, 21-ին ավայ թե ժողով ունենք, նախարարությունը մեկը ունենայի, այնտեղ մի հատ ելույթ կունենամ, ես ներկայացրել եմ ժողովրդին։ Սա Հայաստանի մեղվաբույծները հիմնական ինչ ճանաչում են, սա հետ էլ ճանաչում են։ Սա Եղևնու վերաճներն է, Եղևնու։ Սենց ձեթի մեջ հավաքել եմ, թրջել եմ, ես պլանկեքը մեջ լցնում եմ, ամեն փեթակի մեջ 2 հատ, 3 հատ ռամկա եմ կախում, նայած մեղրի բանի շրջանակների քանակը, սենց արանքներին կախում եմ, այդ բուժումը լրիվ սաղտարին, մինչև մեղրաքամը անում եմ, ձակատենտ կարում եմ անեմ, մայրահանություն կարում եմ անեմ, մինի նիկլոսներ ունեմ, նրանց մեջ քիչ մեղուներով տնեմ եմ, մեղուները բեղմնավորում են, օգտագործում են։ Մեղվաբուժության, մեղվապահության մեջին ինձ թվում է ամեն ինչը գիտեմ։ Ինչքան եկամուտ եմ ստանում, այնքան ծախսում եմ, այնքան չէ, նրա կեսը, այն կեսն է տանն ենք ծախսում։ Ամեն ինչ գործիք ունեմ, այնքան գործիք ունեմ, մոռանում եմ, էտել ունեմ, թե էտել է, պետք է էտել չի, պետք է դա գործիք եմ առնում։ Սա ռուշնոյ է, ջերով, պետտովիա 4 լեղանոց է, են էլ 2 հատ ունեմ ավտոմատ։ Սենց եմ անում, ես տակիններ էլիս ես տնեմ եմ, մխում եմ, ռամկեն շինում եմ, մոմաթերթը շինում եմ։ Քանի փետակ ունեք հիմա։ Հիմա 160 փետակ։ Ջահել տղա եմ 73 տարեկան։ Ես զբաղվում եմ բուժական մեղր արտադրելով, մենակ ինձ համար, ես չեմ վաճառում դա, մի քանի ընկերների տվել եմ շագանակագեղձի բուժման համար, ուրիշ հիվանդությունների համար, ստեղծում եմ այդ մեղրը հակաբորբոքային հիվանդությունների համար, մեկը սրտանոթային հիվանդությունների համար, ես ուտում եմ սրտանոթային հիվանդության մեղրը ամեն օր, ուտում եմ, որ ապրեմ, հիմի ասենք 73 տարեկան եմ, կոնե 120-130 տարի ապրեմ բոլա ինձ, այդքանի համար եմ ուտում այդ մեղրը։ Այս տարածքը օրգանական տարածք է մաքուր, այս մեղրը մեր տանիցը մենակ սպիտակցիները, 90% սպիտակցիները գալիս են տանիցը, բանկեքը բերում են տանը վետնեմ, լցնում են, գերնում են, տանում են 5000 դրամով։ Երևան մենակ աղբորս տուն եմ տանում, աղբորս Միրզամի, Քենու, Եսիմում համար այդքանը, ուրիշ տեղ մեղր չենք վաճառում մենք։ Բուժականը բարդ է, ասենք սա մեղրը ստանում եմ, վաճառում եմ 5000 դրամով, բուժական մեղրը առնվազն կլի 10-12000 դրամ։ Դրան ցանկն էլ ունեմ, կարամ ես ասեմ, ասենք կրատուկնա, շաուելնա, այդպես ամեն բուժական մեղրի մեջ մի 10 տեսակի բույսերի քանակի ավելացում է։ Բնությունը մենակ օրգանական տարածք է,
Ծառերը օրգանական են, բույսերը օրգանական են, տարածքները սրսկում չկա, ցանովի արդեր չկա, բան չկա, որ սրսկումներ անում։ Արարատյան դաշտեն տանեմ, բերում են մեղուներից սատ կողալը, հանք թողալը, նոյեմբերյան են տանեմ, գալիս են բողոքում են, թե մեղուներն էսենց փչացան։ Ստեղ ոչ մի մեղվի անկում չեմ ունեցել, էլի ինչ ասեմ, դրանից ավելի ինչ ասեմ ես։ Սա լապիտոմիկն է։ Մեղուները ստեղ են, սենց փեթակներով, որ բանալեմ, սետ կեք եմ տնեմ, տեղից օթերը դուսակալի, մեղվի ձայնը օթը դուսակալի, ստեղ պարգամ են, հանգստանում են։ Մեղվի հոտը ձայնը, բժջոցը, մեկ էլ ակնամոմի հոտը, շորերը ակնամոմը տնեմ ենք, մեկ էչ հոտերը շատանում եմ այդ հիվանդության համար։ Ակնամոմը բոլոր բանի հիվանդությունների վրա ազդեցություն ունի, բուժական ազդեցություն ունի։ Այդ ակնամոմի հոտը հենց թոքային բանի հիվանդություններին ազդում է։ Եկեք խմենք, թափ խմենք։ Գազը ունենք, այդ բալոնով գազը վառում են, այստեղ գազը վառում եմ։ Եկեք, ասեք խիեսը դառնան։ Փետակների վրա շոր են տնեմ բանը, ինչով անենք, կարեմ եմ տնեմ։ Եկ խտկարի մեքենա ունեմ։ Ես 10-15 կիլո եմ կամում, հաշրում եմ, ասենք կամում ենք մեղերը հաշրում են, քանի մեղ ունենք։ Հակաքաղցկեղային բուժումի համար որոշ արմատներ ենք օգտագործում, դրանք աղում ենք, մեղրի մեջ խառնում ենք, տնում ենք մեղվանոցը, մեղուն քաշում է, էդ էլ աղում ենք։